Ես ինձ աթեիստ էի համարում, ես ֆիզիկա էի սովորում ու կրթությունը ֆիզիկայի գծով ֆիզիկա եմ արել ու ես դրա մեջ էի իմաստ գտնում այն ժամանակ, բայց միանշանակ զգացի, որ բոլոր հարցերիս չէր կարող ֆիզիկան պատասխանել, որովհետև նույնիսկ ֆիզիկոսները գնում տեղ չեն հասնում։ Գիտության համար բան է, քանի դեռ ապացուցված չկա։ Բայց գյուտերն էլ անում են նրանք, ովքեր չեն համաձայնվում դրան։ Իհարկե։ Հա։ Այսինքն գիտության խելագարներն են փաստորեն, չէ՞ որ գյուտեր են անում, հա։ Մեջտենցս գիտականը դու ես, փոխանակ դու ես բացատրես ինչի՞ց է, ասես ինչի՞ց է, բայց կարող տրավաբանենք միասին։ Ասեն ստրատեգիապես բաժանվային են լուսավոր հոգիները քարտեզի վրա, որոնք որ մեկը ստեղ զարթնեց, մեկը ստեղ, ու ամեն մեկի վրա այդ միսիան դրվեց արդեն այդ Սուրբ Հոգու կողմից, հա, որ պետք է գնաս, այդ քոնը տարածես։ Ինձ թվում է, որ այդ ոսկե հատման օրենքը արդեն միացել է։ Միշտ դեպի էվոլյուցիա է գնում, բայց որ երեխան ծնվում է ինքը մաքուր է, չէ՞, ու մենք որ ծնվեցինք, օրինակ ես մաքուր եմ, ծնվել, հետո ինչ որ չափի դեգրադացիա եմ ապրել, բայց ինչ որ մի պահի վերադարձել եմ ես այդ իրականությանը։ Որպեսզի հասկանաս ինչա աճը, պետք է լինի նաև ձախը, չէ՞։ Քանի ձախը չկա, ինչ կիմանաս, որ դա աճն է։ Այս մեր մոլորակի ավարտվածներին, ասենց ասեմ, այսի Հարվարդն է, ստեղից ով ավարտեց, ամենտեղ ընդունում են, որովհետև քանի որ շատ ծանր է ստեղի վիբրացիաները, ստեղից քեզ վերագտնել հետ ուղարկելը, ոնց որ ավարտել է ինքը դժվար է։ Մատի ծայրից մինչև ստեղ կամ ձեռքից ու թևից այդ ռեսյոն ամենտեղ գտնում ես, դա լինի ծաղիկների մեջ, ծառերի մեջ։ Եթե հասկանում եք, որ կա ինչ-որ մի հատ բարձր գիտակցություն, որը որ այս ամեն ինչը ոնց պետք է կառավարում է, այդ բարձր գիտակցությունները փորձություններ ունեն անում, որ մենք ունենանք, որպեսզի հաղթահարենք, չէ, հզորանանք, գնանք այնտեղ, որտեղ որ գնում ենք։ 1923 թվականից սկսած, հենց նավասարտից, հա, երկիր մոլորակին սկսվել ներմուծվել հզորագույն էներգիաներ, հենց այս վերելքի համար, ու այդ էներգիաների առաջին հոսքը եղել է հենց Տաթևիսյան վրա, ու սկսվել է նպատակաուղղված հենց Հայաստանի եւ Վրաստանի տարածքում այդ էներգիաների մուտքը, որովհետև հենց այս տարածքում է սպասվում գիտակցական հզոր պորտկում։ Եթե մենք գիտենք, ուրեմն պատասխանատու ենք, որպեսզի ուրիշներն էլ իմանան։ Բարև ձեզ։ Բարև։ Ինչպես է Զարեկ ջան։ Լավ, մերսի, դուք ոնց եք։ Շատ լավ։ Մի քանի բառով մեր հետևորդներին ներկայացնենք Վարագի մասին։ Վարագը շատ արթուն հոգի ունեցող երիտասարդ է, ում հետ վաղ վիճակվեց ծանոթանանք, ես մեր այս հայաստանյան ճանապարհության ժամանակ, դու ներկայացնում ես մի հատ շատ հիասքանչ երիտասարդների խումբ, ձեր խմբի անունը դեպի իրականություն, եթե մի բան հանգարց սխալ կասեմ, ինձ ուղղի, որովհետև մենք ընդամենը մի քանի օր որ ծանոթ ենք, էլի։ Ձեր էջ իմ դուրը շատ եկավ, ես գրեցի ձեր խմբի անդամներից մեկին ու հանդիպեցինք ու զրույցներից որոշեցինք, որ կարելի է մի ասենց հետաքրքիր podcast անել միասին, մտքերի փոխանակություն։ Պատմես մի քիչ քո անցած ճանապարհի մասին, ոնց ես եկել հասել այստեղ։ Դե այս ոլորտը ավելի կասեի COVID-ից հետո սկսեց իմ մոտ, հակառակ որ հարցերը այդ բանը միշտ էլ եղել է կյանքում, մանկությունից այդ տարբեր զգալ է ես իմ, բայց COVID-ի ժամանակ ես խորացա այս ամեն ինչի մեջ, այդ ստիմա շատերի մոտ տենց եղավ COVID-ից։ Գիտես, իրոք շատերի մոտ ստեղակի հարց առաջանում, պարապեինք ժամանակ ունեցանք, սկսեցինք բզբզալ, թե պրոստը այդ COVID-ը քանի որ սենց լուրջ հոգևոր ճնշում, հա, դրեց բոլորիս վրա, դա ոնց որ նպաստեց, որ սենց մի հատ են արտնասպա փուլ ապրենք, էլի։ Ինձ մոտ օրինակ COVID-ը կարելի ասել սկսել էր, բայց մեր պատերազմի այդ ծանր վերջաբանն էր, որ դրթեց այս ամեն ինչին, աստամ։ Հա, ես կասեի ցավն էր։
նիշտախուրա, բայց այդ պատերազմը, COVID-ը, դժվարությունները, որ անցնում ես, ինչ-որ պահ գալիս, որ ուզում ես իմաստ գտնես, էլի այս ամեն ինչի մեջ, ու այդ իմաստը ինձ այս տեսքով եկավ, այդ հավատքի բանով, ես ինձ աթեիստ էի համարում, ես ֆիզիկա էի սովորում ու կրթությունը ֆիզիկայի գծով ֆիզիկա եմ արել ու ես դրա մեջ էի իմաստ գտնում այն ժամանակ, բայց միանշանակ զգացի, որ բոլոր հարցերիս չէր կարող ֆիզիկան պատասխանել, որովհետև նույնիսկ ֆիզիկոսները գնում տեղ չեն հասնում, այսպես ասած, ու այդ իրանց հատումը ես գտա էլի, ոնց որ այդ ֆիզիկայի մեջ այդ հոգևորը ու այդ ճանապարհը որոշեցի, հետո դե եկա Հայաստան, այս Հայաստանի բանի մեջ խորացա, այնտեղ Այսինքն կրթությունը Հայաստանում չէի ստանում։ Հա, չէ։ Արտերկրում։ Հա, որտեղ։ Դե ես ստեղ եմ ծնվել մեծացել ամեն դեպքում, բայց արմատներով ոնց որ Լիբանանահայ ենք պապայի կողմից։ Տենց գնացի դպրոցից Լիբանան ավարտեցի, հետո էլ Ֆրանսիա եմ եղել, ֆիզիկա էլ ընդեղ եմ արել 4-5 տարի։ Բայց դե երևի շատ քաշեց էս մեր Հայաստանը։ Շատ հետաքրքիր է։ Գիտնականները, այնց հատկապես ֆիզիկոսները ու քոնը կվանտային ֆիզիկայի դիսն չէ, թեորիկալ ֆիզիկաներ, հա։ Ինձ թվում է իրանց մոտ այդ անխուսափելի է այս հոգևոր աճի ուղին բռնելը, որովհետև օրինակ ես գիտես այն ինչ միտք եկավ մոտս։ Ինձ թվում է չի կարա լինի աթեիստ գիտնական այլևս։ Սովորաբար մենք ոնց ենք սովորել, չէ, որ գիտնականն եղել է աթեիստ։ Բայց եթե այսօր գիտնականը մի քիչ ուսումնասիրում արդեն կվանտային ֆիզիկա, արդեն այդ աթեիզմի միտքը դուրս է գալի, արդեն եթե դու կվանտային դաշտ ես մուտք գործում, ինչ աթեիզմ։ Նո, արդեն չես կարող, ուղղակի անտեսես հոգևոր։ Իհարկե։ Հոգևորը գալիս է ու գրավում է իր տեղը։ Շատ կարաս այդ հոգևորի անունը փոխես, ասենք ինչ-որ չգիտեմ, quantum field-ը տենց մի բան դնես, բայց էլի նույն էության մասին ես խոսում արդեն։ Արդեն տենց է ստացվում, ֆիզիկոսներն էլ նույնիսկ սկսում են իրանք մենակով արդեն այդ թեմաները շոշափել, ուզած չուզած, իրոք տենց է։ Իսկ գիտես էլի մի հատ էլի ինչ միտք ունեմ ես, որ ցանկացած գյուտ, հա, ինչ-որ մի հատ sense հոգևոր sense channel, հա, channeling-ները որ կան, ասես մի հատ հոգևոր դաշտից է եկած message է, որը որ ստացել են ու փորձել են հասկանան այդ ինչա, ու այնքան են ուսումնասիրել, դրանից արդեն դուրս է եկել այդ գյուտը, այսինքն ինչ-որ մի հատ հոգուց եկածած ազդանշանի ապացուցման փուլն է, էլի որ դառնում է այդ գյուտը։ Ճիշտ եմ այդ բանանում բացատրում հասկանում։ Բանը կարծեմ Նյուտոնը որ այդ բաները հորինեց, այդ գրավիտացիայի օրենքները, միևնույն ժամանակ Ֆրանսիայում մի հատ գիտնական, որ անունը մոռացել եմ, ինքը հենց նույն գյուտն է արել, բայց ուրիշ ճանապարհով ասել է այդ նույն բանին ու այդ հիշեցի մենք հենց որ ասեցի, որտեվ իրոք տենց է գյուտերը նույն ժամանակաշրջան որ Նյուտոնն արել է, քանի հոգու գալիս է, էլի։ Դա բանն է 100-րդ կապի օրենքն է, գիտես այդ մասը։ Չէ, լսել, չէ։ Չես լսել։ պատմի հետաքրքիր է շատ։ Ուրեմն կարծեմ 1960-ականներին էր դա Ճապոնիայի մի հատ կղզիներից մեկում։ Հիշեցի։ Հիշեցի։ Այս պատմի։ Okay։ Այդ կապիկների, որ ապրում են, բազմացնում են կապիկներին, այդտեղ երբ որ բատատը լցնում են ուտելու կապիկներին, մի հատ ջահել կապիկ աղջիկ վերցնում է բատատը ուտելուց առաջ լվանում է ջրի մեջ։ Հետո շուտով այդ կապկի մայրն է սկսում նույն բանը անել, հետո ամբողջ կղզում կապիկները այդ բատատը ուտելուց առաջ սկզբում լվանում են ու նոր սկսում են նույնիսկ այդ կապիկները, որ իրար հետ չեն հարաբերակցություն ունեցել։ Բայց դրանից հետո լրիվ մի հատ ուրիշ կղզում, էլի կապիկների արգելանոցում, կապիկները բոլորը միասին սկսում են սկզբից լվանալ բատատը նոր ուտել։ Ու այդ ժամանակ այդ բանը առաջին անգամ մարդիկ կենտրոնացան դրա վրա, որ միասնական գիտակցության ուժի վրա, ու դա անվանեցին 100-րդ կապիկի փորձ, այսինքն երբ որ ինչ-որ ոչ թե կոնկրետ 100 հատ կապիկ էին, այլ ուղղակի ինչ-որ քանակություն, իրանց գիտակցության համատեղվեց եւ դա ոնց որ կախվեց երկնքում բոլոր կապիկների համար։ Դա հենց ցույց է տալիս, որ այդ Նյուտոնի եւ մեկ ուրիշի հայտնաբերած փորձերը հաճախ լինում են
ասենք գրականության մեջ, երաժշտության մեջ, հա։ Ռադիոյի գյուտի մեջ, չէ՞, իտալացիք ասում են մերն է, ռուսները Պապովինն է, ամերիկացիք Եսիմումն է, 3 տարբեր տեղ միանգամից գյուտ են արել։ Հենց այդ 100 կապկի փորձն է, էլի։ Ինչից է հետաքրքրապես, դա երևի ինչ որ միասնական գիտելիք, այդ է քվանտի տարածքն է, էլի, որ ասում եք, հա, մեկ էլ գյուտ է գալիս, այդ տարածքից ու որպես մեջտեղից գիտականը դու ես փոխանակ դու ես բացես ինչի՞ց է հարցնում ես ինչի՞ց է բայց կարող տրավաբանենք միասին չէ բայց դա ինչի՞ց է որտեղ արդեն հենց նոր խոսեցինք չէ որտեղ գիտությունն ու հոգևորը արդեն միասին են զուգահեռաբար միշտ էլ միասին են գնացի իմ արդեն տեսնում եք առանձնացրել ու հենց գիտությունն առանձնացրել ժամանակին ու գիտության կարծում եմ ողբերգությունն է դա որովհետև գիտության համար բան է, քանի դեռ ապացուցված չկա։ Բայց գյուտերն էլ անում են նրանք, ովքեր չեն համաձայնվում դրան։ Իհարկե։ Հա։ Այսինքն գիտության խելագարներն են, փաստորեն, չէ՞ որ գյուտեր են անում, հա։ Որոնք համաձայն չեն այդ կոդեքսի հետ գիտության։ Փաստ չկա, ուրեմն չկա։ Այսինքն ասես մի քիչ որ բան անենք, հա, փիլիսոփայենք։ Արեք։ Սենց հարգերով եկեք պատկերացնենք գիտակցությունը։ Ասենք այն ամենավերևի հարգում այդ աստվածային գիտակցությունն է, որի մեջ կա բոլոր ինֆորմացիան, հա, որ ամեն ինչի կոդը մեջը կա, այն ամենափոքրից մինչև ամենամեծը։ Հետո իջնում է այդ higher self, որ ասում ենք, մեր այդ բարձրագույն ես օրինակի համար, հա։ Հետո այն ամենայն փոքր մակարդակում մենք ենք արդեն մարդիկ անհատներս, որոնք որ կապ ունենք թե ամենամեծի հետ, թե մեր այդ ավելի բարձրագույն եսի հետ, հա, ու իրանցից ստանում ենք ուղղորդություններ մեր կյանքի ընթացքում։ Կախված թե մենք այս մեր տարան, վերցնենք այս տարայի օրինակի վրա, ծնվեցիր, ասես մեր ճմրթված այս փոքր անճոռնի տարա է, որտեղ դու ծնվել ես ինչ-որ մի ընտանիքում, այդ ընտանիքի կարման փոխանցվել է քեզ, այդ ընտանիքի գենետիկ հիվանդությունները կամ ինչ-որ այդ ամեն ինչը քեզ է փոխանցվել օրինակի համար։ Այդ քո այդ բարձրագույն եսը, գիտակցությունը ընդհանրապես իր լույսը կարա անցկացնի այս անցքի մեջով։ Ու քո ապրած կյանքի իմաստը, որ այս տարայի տարողությունը մեծացնես, այս անցքը ավելի մեծացնես, իրան ավելի գեղեցկացնես, որպեսզի այդ վերևից եկածած լույսը ավելի հեշտությամբ ու ավելի մեծականակ ծավալով կարողանա ներթափանցի քո տարայի մեջ։ Հիմա կարի հասնում ասենք ինչ-որ մի տեղ, որ չգիտեմ, կա 10, 20, 30 կամ այդ կապիկներ օրինակով արդեն 100-ած sense տարա է տարածքում։ Ոնց որ մի հատ էլ ուրիշ գիտակցության շերտ է ձևավորում, բացի այն աստվածայինը, բացի այդ բարձրագույն եսը, բացի այս անհատականը, մի հատ էլ հավաքական գիտակցություն։ Հիմա հենց հիմա այս տաղավարում, որ ես երեքով նստած իրար հետ զրուցում ենք անում, մտքերի փոխանակություն ենք անում, հա, ես ունեմ իմ գիտակցությունը, դու Վարագ ջան քոնը Սամվելը իրանը, բայց մի հատ ընդհանուր ոնց որ sense հավաքական գիտակցություն են ձևավորում այս բանը, հա, ու 4-րդ մարդն այնտեղ, որը որ մեզ չի էլ տեսնում, բայց շատ հնարավոր է որ ստեից ինչ-որ մի բան խոսանք ու մի հատ ընդհանուր հայտարարի գանք, ու ինքը ավտոմատ այդ download-ը ստանում, որովհետև ինքը նույն տարածքում է, կամ ինքն էլ է այդ հավաքական գիտակցության մաս կազմում։ Ու պարտադիր չի որ sense բառացիորեն կամ այդ իր 5 զգայարաններով ստանա այդ download-ը։ Ինչ-որ մի հատ էլ այդ անտեսանալի կվանտային դաշտով չէ որ մենք այդ անտեսանալի այդ silver-ը ոնց էր հայերեն արծաթագույն թելով մենք կապված ենք չէ բոլորս այդ կվանտային դաշտի հետ ու միշտ սիգնալն ուղարկում հետ ենք ստանում Հրաչ եթե ավարտեցի շարունակեմ մի հատ միտք եկավ ու կակրած վարագը իր թիմով ինձ թվում է ի վիճակի է դա պատկեր է ցույց տալ ինչ հիմա քո ասածը ես էլ փորձեմ դրան ավելացնել ինչ որ բան թե ինչի է որ ասենք 4-րդը քո ասած 4-րդը ընդունում արդեն հա այդ մեր համամիասնական միտքը հիմա պատկերացրա որ մեզանից յուրաքանչյուրի վրա ավարտվում է այդ որ ասում ես բարձրագույնից իջնող բուրգը որ այնտեղ հիմքն է այնտեղ հա ինքը լայնը sense բանով գալիս է այդ սուր իր բուրգը հա վերջանում է մի հատ բուրգ մեզանից յուրաքանչյուրի վրա հա երբ որ մեզանից ամեն մեկը ինչ որ մի բանի գիտակցության ավարտում գիտակցությունը կուտակում այդ կետը ոնց որ մենք լցնում ենք այդ բուրգը ներսից մեզանից յուրաքանչյուրը այդ գիտակցությամբ հա ու գալիս է մեկ էլ մի մակարդակը հասնում
որ դες իմը վարակ ջան գալի հատվում քո բուրգի հետ, հա, քո բուրգը գալիս է հատվում մյուս կողմից հրաչի բուրգի հետ, եւ այդպես ինքը հենց սկսում է ավելի ու ավելի մեծանալ, մեկ էլ այն կողմից, որը մի քիչ ավելի հեռու է, ինքը հատվում է մյուսի բուրգի հետ, հա, ու այդպես մենք կարողանում ենք ավելի ու ավելի լայնորեն օգտագործել մեկս մեկի ինֆորմացիան։ Այդ միտքերով կարծում եմ կարելի է։ Հա, եթե այդ տեխնիկապես կարողանանք դա պատկերել, որպես այս ասածը հասկանալի լինի ավելի, ինձ թվում է շատ ավելի այս բաները տեսանելի կլինի ու անցալի։ Վաղվա ոդքասթերը եւ այլն, եթե մենք կարողանանք այս ձևի սարքել, որ մարդիկ ավելի լավ անցալեն ու ավելի հավեսով նայեն, էլի, եթե սիրուն լինի, հա։ Ես ոնց եմ տեսնում ես ձեր ասածը, ֆիզիկայի անկյունից որ նայենք, հենց այդ վիբրացիաները, այսինքն իրանք գալիս են իրար վրա ու ինչ-որ մի wave են սարքում միասին։ Այսինքն դուք ունեք ձեր անհատականը, ես իմ անհատականը, բայց մենք որ իրար նույն սենյակում ենք կամ նույնիսկ նույն տարածության մեջ ենք, միասնական անհատական, հա, դառնում ենք միասնական անհատական։ Հա։ Ու դրա ոնց որ էլի վառ ապացույցն է, օրինակ հիմա որ մենք տեսնում ենք, sense համատարած արթնացում է կատարվում, հա։ Այո։ Իրականում sense շատ դանդաղ սկսվեց այս ամեն ինչը, sense բայց գիտես ինչ է, ոնց որ ինչ լիներ, Արեգ ջան, sense ստրատեգիապես բաժանվեին են լուսավոր հոգիները քարտեզի վրա, որոնք որ մեկը ստեղ զարթնեց, մեկը ստեղ, ու ամեն մեկի վրա այդ միսիան դրվեց արդեն այդ սուրբ հոգու կողմից, հա, որ պետք է գնաս, այդ քոնը տարածես, ու մեկ էլ 5 հատ լույս, էս մեկը ավելացրեցենք, 5 հատ ESA օրինակի համար այդ մեկը հետո ես փորձեցի ինքս հիմա դու շատ շուտով sense քարտեզի վրա նայելով մենակ լույսեր ենք տեսնում։ Գիտեք, Ժորժ, այնպես քանի որ ճիշտ ես, լսի, հրաչ։ Ինչքան ավելի արագ է սկսել ընթանալ, հա, ամեն ինչ։ Ինձ թվում է, որ այդ ոսկե հատման օրենքը արդեն միացել է։ Հա, անխուսափելի է։ Հա, եթե վարակ ջան ծանոթ չես, ասեմ, հա, ոսկե հատ։ Ինչ է նշանակում, հա։ Ոսկե հատման օրենքը, Ֆիբոնաչի օրենքը, ինքը բարեշրջում դեպի էվոլյուցիա, դեպի բարեշրջում տանող կարևորագույն կետերից մեկն է, հա, օրենքներից մեկն է, իսկ էվոլյուցիան մենակ դեպի վրա գնում, հա, ինքը չի գնում դեպի դեգրադացիա։ Ու այս օրենքը կարող է սկսել գործել այն ժամանակ, երբ որ համամարտկային գիտակցության ընդամենը 2.7% սկսի մտածել ինչ-որ մի հատ կոնկրետ գիտակցված, հա, միասնական գիտակցությամբ, հա, դեպի բարեշրջում տանող։ Հենց որ այդ քանակությունը հավաքվեց, արդեն ոնց որ ասում են դրա դեմ խաղ չկա, հա, սկսվում միանում է այդ ոսկե հատման օրենքը, որը շատ արագ տեմպերով սկսում է բանանել, էլի, իր աշխատանքը դեպի բարեշրջում։ Այս որ այսպես ակտիվ սկսել է, հա, այս մարդիկ անհատները խմբերը սկսել են ակտիվանալ հիմա, շատ հնարավոր է, որ արդեն միացել է այդ օրենքը, ոսկե հատման օրենքը։ Լրիվ հնարավոր է ու դրանում զարմանալու բաներ չկա։ Իհարկե, ուրախանալ ենք։ Միակ զարմանալու բանն է, թե ոնց նույն տարածքում ինչքան բազմահարթակ է այս կյանքը ու ինչքան ասենք մենք այդ ամեն ինչը տեսնում ենք դրական կողմով ու մենք արդեն համարում ենք, որ մարդկության փրկությունն արդեն անխուսափելի է ու էլի մեր առօրյայում հանդիպում ենք մարդկանց, հարազատների, ընկերներին, այս չէ որ ուրիշ մարդկանց մասին է խոսքը, ովքեր որ վստահ են, որ մարդկության անհնարին է փրկել, անդարձալի է արդեն անկումը։ Մենք ենք ստեղծում էլի մեր իրականությունը մեր ընկալմամբ, մեր մտքով ու միշտ խոսում եմ սրա մասին, թե ինչքան կարևոր է, որ կարողանանք մեր ժողովրդին հասկացնենք, որ բառից բուն իմաստով եք դուք ստեղծում այս եղած շրջապատի իրականությունը ձեր մտքով, հավատալով ու ձեր մտքով, իսկ վախն էլ էլի հավատքի ոնց որ տեսակ է, հա, երբ որ դասենք վախում ես ինչ-որ մի վատ բանից, դու էլի ընկալում ես այդ վախը, քո էներգետիկ դաշտ, քո իրականություն, դա հասկացեք, որ դուք այդ աստվածային այդ ստեղծագործող էությունն եք ու մենակ դրականը ստեղծեք, մենակ գեղեցիկը, մենակ այն ինչ որ սրտիցդ է դուրս գալի, այն ինչ որ իսկականից ուզում ես, այն ինչ որ վախում ես, այն ինչ որ չգիտեմ, ատելություն կա այդ զգացմունքի հետևը, հա, նախանց կա, այդ ամեն ինչը մի ստեղծի, այդ ամեն ինչը
արդեն 3 տարեկան երեխուց սկսած երևի այդ ամեն ինչը պարզ է, էլի, որ մեր մեջ այդ Աստված այդ ֆիլտրը դրած մեզ ուղարկել է այստեղ, էլի, դինես չի որ պետքա գաս աստես կյանքի ինչ-որ մի փուլ, նոր հասկանաս, որ այս բացասական էմոցիաները իրենք բացասական երևույթներ են։ Սա չէ, այսինքն նոր դուք ասացիք, որ միշտ դեպի էվոլյուցիա է գնում, բայց որ երեխան ծնվում է ինքը մաքուր է, չէ, ու մենք որ ծնվեցինք, օրինակ ես մաքուր եմ, ծնվել, հետո ինչ-որ չափի դեգրադացիա եմ ապրել, բայց ինչ-որ մի պահի վերադարձել եմ ես այդ իրականությանը կամ չգիտեմ ինչի պատճառով, բայց ուզում եմ ասեմ ինչի համար է տենց, որ մաքուր է, հետո մաքուր չի, հետո էլի մաքուր է։ Ճշմարիտն ասած, մաքուր է միշտ, հա, ուղղակի մեր փորձն է այդպես պահանջել, որպեսզի մենք կտրվենք իրականությունից, հետո վերադառնանք, հա։ Հիմա, ասենք, ներկա ժամանակներում դա շատ արագ է կատարվում ու այդ պատճառով, ասենք, պատանիները ոնց որ դու, հա, արդեն կարողանում են, հա, շատ արագ տեմպերով վերադառնալ այդ իրականությանը, բայց դա եղել է սովորական փորձի ուղղակի պատճառ, առանց դրա մենք չենք կարողանա փորձ ապրել, որպեսզի հասկանաս ինչա աճը, պետք է լինի նաև ձախը, չէ՞, քանի ձախը չկա, ինչ կիմանաս, որ դա աճն է։ Նույնն էլ այդ բանը գիտակցվածությունը, հա, այդ որ դու գալիս ես, ասենք, այս աշխարհ, դու բերում ես քեզ հետ հիշողությունը այդ գիտակցության, դրա համար մաքուր ես, հա, այդ որ ասում ես։ Հետո սկսվում ես կարծեցյալ քո այդ թվացյալ կեղտոտվելու պահը, որովհետև սկսում ես կտրվել այդ գիտակցությունից ու առնչվում ես արդեն ֆիզիկական կյանքի խնդիրները։ Բայց հետո արդեն երբ որ քո գիտակցությունը հասնում է այն մակարդակի, որ կարա հասկանա, որ սա չի իրականությունը, հա, ամեն ինչ ավելի լավ է, քան տեսնում եմ ես իմ աչքերի առաջ, հա, այլի սկսվում է այդ մաքրման process-ը։ Պրինցիպի տակ ընդհանրապես խաղաղ գիտակցության մեջ ամեն ինչ մաքուր է սկզբից մինչև վերջ, հա։ Իսկ մի քիչ ավելի sense բան երեխեքի լեզվով, հա, որ բոլորիս համար հասկանալ լինի, իմ ընկալմամբ, էլի ես ասում եմ վազայի օրինակի վրա ամեն ինչ պատկերացրեմ, որ գնում ես տրենաժորի զալ, սկսում ես պարապել, որ քո մկանները զարգանա, չէ՞։ Այդ քո ասած, ասենք, եթե դեգրադացումը չլինի, եթե փորձությունները չլինի, եթե դու չլծվես վախով, ատելությամբ, հետո ի՞նչն ես հաղթահարելու հզորանաս։ Հա։ Ոնց որ մի հատ փուլ ես անցնում, այդ քո ասած դեգրադացման, որպեսզի հետո շանս ունենաս այդ ամեն ինչը հաղթահարես, արդեն հզորացած ինքնավստահություն։ Էդ է, մեր ընտրած, մեր ստեղծած խաղը էդ է, դա խաղի կանոններն են, մատրիցան է։ Դժվար է դրա համար խաղում ենք, չէ՞։ Եթե հեշտ պետք է լինի, հենց ինչի ենք եկել, դա հեշտ է, Դա գիտես վստահ եմ, որ կա ԱԻԳ-ին վերսիաներ, որ կան հարթություններ, հա, կան մոլորակներ, որտեղ որ փորձությունները այսքան դժվար չեն, ինչքան էս մեր մոլորակը, այս մեր մոլորակի ավարտվածներին, ասենց ասեմ, հա, այսի Հարվարդն է, ստեղից ով ավարտեց, ամենտեղ ընդունում են, հա, որովհետև քանի որ շատ ծանր է ստեղի վիբրացիաները, ստեղից քեզ վերագտնել հետ ուղարկելը, ոնց որ ավարտելը ինքը դժվար է։ Այսինքն դու կարաս գաստեղ բազմաթիվ մարմնավորումներ ապրես, գաս քեզ կորցնես այն կարգի կորցնես, որ բազմաթիվ մարմնավորումներ պետք լինի ապրես, որ քեզ կարողանաս վերագտնես նոր հետ ուղարկես, բայց որ հետ ուղարկեցիր, արդեն ամենտեղ քեզ ընդունում են։ Արա գիտես մոտ ինչ է ուզում քեզ հարցնել։ Այդ կվանտային ֆիզիկա ուսումնասիրելու ժամանակ դե բարձր տարբեր թեորիաներ է, հա, հայտնի, մեկ էլ շատ հնարավոր է դուք ձեր ինստիտուտներում այնց թեորիաներ եք ուսումնասիրում, մեզ իդ հայտնի էլ չի։ Սիրածը թեորիան կամ թեորիաներից որի մասին կիսնես, որը որ sense քեզ բան արած, sense տոկի տվեց, էլի փոխեց քո կյանքը։ Դե ինձ թվում է sense այս հոգևորի հետ առնչվող առաջինը այդ Յունգի այդ ծակերի բան էքսպերիմենտն է, որ հենց փաստում է այդ որ ֆոտոները կրակում են, որ կրակում են ու ինքը Յունգի ասացի, Յունգի double split experiment անգլերենով կոչվում, իրենք կարաս 2 ծակով անես կամ 3-4 ու անվերջ ծակերով, դե մեր աշխարհը, որ այդ էքսպերիմենտը աշխարհի վրա ոնց որ կանանես, ինքը ստացվում է, որ անվերջ այդ էքսպերիմենտն է գնում, անվերջ հնարավորություններ կա, տարբեր հնարավորություններ, ու բոլորը միաժամանակ իրականում
լինում են, կատարվում են, այդ էքսպերիմենտն է, որ իմ կարծիքով եթե գիտակցությունները ավելացվում, չէ, ինչ որ արդեն կոնկրետ ծրագրերով էր անցնում, դրա մասին է խոսքը։ Հա, այսինքն ինքը ասում է, որ եթե գիտակցություն չկա, ինքը բոլոր անցքերով միաժամանակ անցնում է, այսինքն ինքը բոլոր ճանապարհներն է վերցնում։ Իսկ եթե գիտակցություն կա, այսինքն կամերային միացնում, չէ, ինչ որ թեստի ժամանակ, հա, ինքը նկարում է ու ինքը այդ պահին ռանդոմ, չակերտյալ մի ծակերից մեկն է ընտրում, կոպիտ ասած, ու միշտ այդ ծակով է գնում, բայց երբ որ չես նայում, իրականում բոլոր իրականությունները նույն ժամանակ տեղի են ունենում։ Հիմա գնա ու աթեիստ տեղի այդքանից հետո, չէ, գիտնական։ Հենց էս է ասում, էլի, հենց էս տիպի փորձին է, դրանից հետո արդեն էլ աթեիզմը բան արեց։ Հա։ Հիմա վստահ եմ մեզի նայող չնես, աթեիստը մեզ նայում է ինչ անի, բայց կնայեն ու կներվային անան, ու էլի կփորձեն իրանց աթեիզմը առաջ բրդեն, արժ չկա, դու փորձեն։ Ուրիշ դրանից բացի։ Դե Ֆիբոնաչին ասեցինք, Ֆիբոնաչին այդ հիմնականում ինձ շատ հետաքրքրում է այդ հաստատուն թվերը։ Օրինակի համար դա լինի պին, ոնց է այնքան ամենտեղ հայտնվում, չէ՞, դա նշանակում է, որ ինչ որ օրենք կա տակը, որ մենք չենք կարող տեսնենք, բայց այդ պին, ասենք, ամենտեղ հայտնվում է, կամ դա լինի Ֆիբոնաչի այդ ոսկե թիվը կամ Euler-ի yen, այդ հաստատունները կարաս համարես նույնիսկ որ մեկ թիվն էլ է հաստատուն ու իրան ամենտեղ կարաս գտնես։ Իսկ վեսիկը բիզնեսը ռուսերեն չգիտեմ։ Այդ ռուսերեն չի լատիներեն է։ Հա։ Ռուսերեն կլինի ձկան փուչիկ։ 1.618 Հա, Ֆիբոնաչի այդ ոսկե թիվն է։ Ֆիբոնաչի թիվն է։ Ոսկե թիվն են ասում, կարծեմ, հա, այդ մատի Golden ratio։ Golden ratio-ն է, այդ մատի ծայրից մինչև ստեղ կամ ձեռքից ու թևից այդ ratio-ն ամենտեղ գտնում ես, դա լինի ծաղիկների մեջ, ծառերի մեջ, նույնիսկ որ բանի մեջ գնանք, այդ հին ճարտարապետությանների մեջ, այդ բան է տաճարները որ սարքել են Բաալբեկում աշխարհում ամենտեղ այդ Golden ratio-ն օգտագործվել է, Da Vinci-ի կողմից է օգտագործվել, բոլոր լուսավորվածները այդ իրոք տեսել են այդ Golden ratio-ի այդ հաստատունները ու ուզեցել են արտահայտեն իրենց արվեստների մեջ, որովհետև ինքը ինչ որ հատուկ վիբրացիա է մարդկանց մեջ արտնասնում այդ թվերը, որ լինում են։ Նույնը, ասենք, օրինակ 666 թվի տակ մի քիչ նեգատիվ բան կա, բայց օրինակ 666-ին ինչ որ հատուկ էմոցիաներ ու էներգիաներ է, չէ, մարդկանց մոտ արտնասնում է դրա հետ առնչվելու դեպքում։ Գիտես ինչի։ Չէ, ասի որ գիտեմ, չէ։ Տես 666-ը գրել ես, ասենք դու գրել ես դեմը, հա։ Ինքը հաստատուն թիվ է։ Հա, անփոփոխ թիվ է, հա։ Բայց պատկերացրա, այնտեղ էլ մի հատ աթոռ դրած, գնում ես նստում ես այն աթոռի վրա։ Ինչա դառնում։ Հա, այն։ Դեմես ինչքան է հզորանում ինքը, էլի։ Հա։ Դրա համար է այդքան հզորվեց ստիվը։ Ոչ թե որ սատանայի թիվը է, այլ որովհետև այդ ձևի փոփոխական հաստատությունը է, հա։ Ու դրա հետև արդեն անվերջանալի փիլիսոփայություն կա, որ սկսենք խորանալ, ինչ կավաղագի մարդու դուր չգա, որ Վիդյալոց այդ բանը Ֆիբոնաչի սրա մեջ էլ կա։ Հա, կյանքի ծաղիկը։ Հա։ Բանին, ոնց որ մեջտան էլ կա բան։ Հա, այդ սեֆերոտներն, հա։ Այդ Տեսլայի 3-ների 6-ների հետ կապված ուսումնասիրել ես։ Հա, 3-6-ը դե նումերոլոգիայի դաշտատ է մտնում, ես այդքան էլ չեմ խորացել նումերոլոգիայի, հա, Տեսլան դե 3-6-ին գիտությամբ չի։ Հա, դե միանշանակ։ Ինքը բան է եղել, ասում են, այդ խփնված է եղել այդ թվերով, ինքը անդադ կրկնել է երազներում է տեսել բան, բայց Տեսլայի մասին չգիտեմ դուք, բայց միշտ չի որ լավն եմ լսել։ Հա։ Ասում են լեմորացի է։ Հա, հետո ասում են ինքը առանց ուզելու չարի համար է աշխատել։ Բանի նման, այսպես ասած, իր նույն օրինակը, չգիտեմ համաձայն եք թե չէ, բայց Հիտլերի օրինակն են բերում, ասում են Հիտլերը ինքը այդ պոտենցիալը ուներ, բայց ինքը այդ պոտենցիալը վատ օգտագործեց կամ իրան չթողեցին, որ կարողանա սխալ ճանապարհով գնաց, այսպես ասած, բանը դիմացնել Հիտլերի կարանք տնենք Ումրամ Այվանովին գիտեք, Ումրամ Միխայել Այվանովին կամ Հիսուսին օրինակ։ Ես տեսել եմ Այվանովի մասին, բայց չեմ խորացել։ Ինքը շատ լուսահոգի մարդ էր ու Հիտլերի նույն ժամանակն է ապրել, ու դրա համար ասում են, որ այդ պոտենցիալը կարա սկում կամ այն կողմ, էլի։ Այդ հաստատ, բայց միևնույն ժամանակ մի հատ էլ ասես մի քիչ ավելի հեռվից ես նայում այդ ամեն ինչին,
թե Հիտլեր լինելով ինչ ա տվել մարդկությանը, հա, ասենք այդ չարիքից, այդ վշտի, այդ էմոցիոնալ դաշտից երբ որ դուրս ես գալիս, ես մի հատ արդեն համամարտկային օգուտի համար որ նայում ես, թե ասենք ինչ կարգի առաջընթաց մարդկությունն ապրեց, անգամ որ Հիտլերը ստիպեց, որ ասենք ատոմային բոմբերի գյուտը արագացվի, ու այդ ատոմային բոմբերի գյուտը ունենալուց հետո արդեն ինչքան քիչ մարդ է զոհվել, որտեղ այդ տիպի այդ major-ը, այսինքն այդ մեծածավալ պատերազմներ, ինչքան էլ լավ հիմա ինչ-որ պատերազմներ կան, բայց երկրորդ համաշխարհայինից հետո անցել է արդեն քանի տարի, 70-80 տարի ու այդ լայնածավալ, այդ լայնամասշտաբ պատերազմներ էլ չունեցան, ու մենակ դա չէ, էլի, այդ համամարտկային արժեքների վերանայում եղավ, եթե Հիտլերը չլիներ, այդ ամեն ինչը չէինք ունենա։ Ասածս ինչ է, այսօր որ մի քիչ առաջ որ ես podcast-ից խոսեցինք փորձությունների մասին, եթե հասկանում եք, որ կա ինչ-որ մի հատ բարձր գիտակցություն, որը որ այս ամեն ինչը ոնց պետքա կառավարում է, այդ բարձր գիտակցությունները փորձություններ ունեն անում, որ մենք ունենանք, որպեսզի հաղթահարենք, չէ, հզորանանք, գնանք այնտեղ, որտեղ որ գնում ենք։ Այդ ժամանակ արդեն Հիտլերը չի դառնում, էլի, այդ չարիքը, որը որ այս երրորդ հարթությունից նայելուց է։ Հա, դժվար է ասել, որ Հիտլերը ոչ մի սխալ բան չի արել, բայց դրա մասին ես չասեցի, հա, ուղղակի ուզում եմ ասեմ, ոնց որ 6-երն ու 9-երը, հա, որ նոր Սամվելը ասաց, ստեղից նայում ես 6 ես տեսնում, գնում ես սեղանի կողմից նայում ես 9 ես տեսնում։ Հա։ Հիմա նույն քո ասած Հիտլերի մեկ էլ Այվանովի տարբերությունը, այսինքն ոնց հասկացա, կարելի է վերցնել նույն էներգիան, պրոստը sense հակառակ կողմերով, հա։ Այսինքն հիմա այդ կողմերը այնպես կարանք, գիտենք չէ որ տիեզերքը միա բան է, միա բևեռ է, դա մենք ենք իրան երկու բևեռ սարքում երրորդ հարթության մեջ, էլի։ Դրա մասին է խոսքս։ Հրաչ ջան, Հայաստան եք եկել, հետաքրքիր է, ուր եք պատրաստվում գնաք, ես մեր հնավայրերից, այս տեղերից Հայաստանում։ Ես տարեկան մեջ մի քանի անգամ լինում եմ Հայաստան ու այդ քո թվարկած հնավայրերը ու Հայաստանից ամենակի ունենալ միշտ լինում եմ, մեր Սամվելը 33 տարի չէր եղել Հայաստանում, իր այդ ենք փորձում ինչքան կարանք, եղանք Դսեղում, չէ, եղանք Քորվիրը, Բուրգը, Դվինի Բուրգը, ունենք էլի, տենց պետք է Սյունիք գնանք, այդ Քարահունջով բանով ուղղակի ժամանակներս չներես, որտեղ այնքան սենց հետաքրքիր հանդիպումներ արեցինք ու դեռ էլի պետք է անենք, բայց էլ ունենք մի քանի տեղ, Գյումրի պետք է գնանք, Դիլիջան, Իջևան, իսկ այդ հնավայրերից այս անգամ չհասցրեցինք ուղղակի, շատ ենք ուզում գնալ Քարահունջ, Տաթև, բայց Դվինի Բուրգը շատ հզոր էր։ Ինչ եզրակացություններ կարողացաք հասնել այս ամեն ինչի հետ կապված էլի, որտեվ ինձ ամենահետաքրքրող կողմը այդ կոնկրետ հենց այդ հնավայրերը, այդ նախկին քաղաքակրթությունները ու դրա պատասխանները, էլի, ինչ ներշնչեց ձեզ, ասենք որ գնացիք Բուրգը տեսակ, Քարահունջը չտեսա։ Բուրգը փաստորեն այնպեսին ինչպեսին կա, տեսել եք Դվինի Բուրգը։ Ինքը կարելի ասել իմիտացիա է, մակետ է, վերևում, ներսում պահպանված են, թաքնված են խորը գիտելիքներ ու էներգիաներ, իրական բուրգը շատ ավելի խորն է, ու ինքը այդ սուր գագաթը ուղղված է դեպի ներս, անդերք։ Դա ամենայն հավանականությամբ գերագույն էներգիան է, այդտեղ կանացի էներգիան է, ինքը օգնելու է ներդաշնակեցնել մարդկային մարմնի գիտակցության մեջ արական եւ իգական էներգիաները, որի կերովն ենք մեզանից յուրաքանչյուրը, հա, մեզանից յուրաքանչյուրը օժտված է թե կանացի, թե իգական, թե արական էներգիաներով։ Հիմա մեր գնալով ամենայն հավանականությամբ այդ էներգիան սկսեց արթնանալ ու մինչև 32 թվականը ինքը ավելի հզորանալու է։ Ու դա օգնելու է մեր այս գիտակցված արտացման ընթացքի արագացմանը նույնպես հենց այդ մեր
արական եւ իքական էներգիաների ներդաշնակման միջոցով, որովհետեւ շուտով կա այլ էներգիաներ էլ Հայաստանի տարածքում կբացվեն եւ արդեն համատեղ իրենք կսկսեն այդ փոխակերպումը մի տարածաշրջանից մյուսը այդ բարեշրջական էվոլյուցիոն process-ը, ինչի մասին մենք խոսում ենք։ Այդ մեր այդ հավաքական գիտակցությունը այդ բարձրագույն ես բան չէ, դա ամեն ինչի մասին որ քննարկեցինք, այդ ամեն ինչը պետք է այս ֆիզիկական աշխարհում մի ձև կառավարվի, չէ, կամ աշխատի։ Ֆիզիկոսս դա հասկանում ես, այդ որպես թեորիան լավ սա հասկացանք, բայց պետք է այս ֆիզիկական կյանքում առնավորվի այդ թեորիան։ Հիմա մենք ունենք վերսիա, որ այդպես ամեն ինչը արվում է բուրգերի շնորհիվ, դա չի որ իմ իր վերսիան է, էլի գիտես վստահ ուսումնասիրած կրն է սա բուրգերի ու այս մեր հնությունների աշխարհում։ Ու տենց զգացողություններ վերսանվել ունեցավ, երբ որ գնացինք այդ բուրգի մոտ, կոնկրետ իր մոտ այդ էներգետիկ դաշտերը բաց է ու կա լուրջ զգացողություններ, որը հաջորդ մի քանի տարվա մեջ այս մեր տարածաշրջանի այդ էներգետիկ դաշտը շատ է ակտիվանալու։ Հենց հա որ ես էլ համաձայն եմ դրա հետ, որտեղ արդեն ձերպես երիտասարդների մեջ այս փոփոխությունները որ տեսնում եմ, ինձ sense ասեմ, ես ամեն ինչ մտնելուց առաջ ես ամեն ինչին հասա Ամերիկայում, հա, որովհետև այնտեղ մի քիչ ավելի շուտ սկսվեց։ Ու հիմա որ գալիս եմ ստեղ ու որ տեսնում եմ, ասենք դու որպես երիտասարդներ արդեն այս տարածքում եք այդ ամեն ինչին հասել, թե էներգետիկ մակարդակով Ճարասկդրած համաձայնվում եմ, հա։ Այսինքն կա այլ այդ էներգետիկ այդ էվոլյուցիան ստեղել է, այս տարածաշրջանն էլ է ապրում։ No, ոչ թե նույնպես ապրում, այլ գիտես վարակ ջան, օրինակ 1923 թվականից սկսած, հենց նավասարդից, հա, երկիր մոլորակ են սկսվել ներմուծվել հզորագույն էներգիաներ հենց այս վերելքի համար, ու այդ էներգիաների առաջին հոսքը եղել է հենց Տաթևիսյան վրա, ու մարդիկ, որոնք գիտեին, ուրիշ երկրներից էլ եկել էին, որպեսզի մոտ գտնվեն այդ, նո դա ոնց որ կարելի ասել ոչ թե մենակ համամոլորակային, այլև համագալակտիկական տոնակատարություն կարելի համարել, որովհետև այս մեր վերելքը բոլորին է վերաբերվում, էլի։ Դրանում հետաքրքրված են նաև այլ քաղաքակրթությունները։ Ոնց որ մենք ժամանակին առանձնացել ենք ընտանիքից, ինչ-որ փորձ ապրելու համար, հիմա վերադառնում ենք ընտանիք։ Դրա համար այդ տոնա բոլորի համար, ու այդ սկսվեց հենց 23 թվականին։ Ու այդ պահից սկսած հենց այս տարածքում շատ ակտիվացել են այդ էներգիաները 2023 այն է։ Հա, 2023 թվականի հուլիսի օգոստոսի 11-ից։ Օգոստոսի 11-ից։ Հա, հենց այդ օրը այս չկարողացա գալ գնացի Շաստա էլ այդ օրը։ Հա։ Ու ավելի տեսանելի է հիմա, այն ժամանակին դա առաջին հոսքն էր, ու սկսվել է նպատակաուղղված հենց Հայաստանի եւ Վրաստանի տարածքում այդ էներգիաների մուտքը, որովհետեւ հենց այս տարածքում է սպասվում գիտակցական հզոր պորտկում։ Լի անչափ շատ ուրախ եմ, Վարակ ջան, որ ասենք տեսնում քեզ ու քո ընկերներին, որ ձեր միշտ հետաքրքրություն այս ամեն թեմաների մեջ, հա, փոխանակ մի խոսքով է ձեր տարիքակից է, մնացած երիտասարդների պես կլուբերից ու կաֆեներից դուրս չգաք, իրոք հիացած եմ, հա, ձեզանով, ու վստահ եմ, որ իրար հետ մեծ ճանապարհ ունենք անցնելու, այս ամեն ինչի մասին որ խոսում ենք, դու ես հասկանում, ես էլ եմ հասկանում, հələ որ ուզում ենք միասին հասկանանք, ուղղակի մի բանը փաստ է, որ կա քուն, որի մեջ մարդկությունը քնած է եղել, կամ հիմա այն իմաստը դա քնած է, ես ինքս ապրել եմ այդ քնից արտանալը, հա, ու կա քնից արթնացած հոգեվիճակը, որը որ շատ ավելի հաճելի հոգեվիճակ է։ Ու միասին, հա, մեկս մյուսից օգնելով մեր ուզած ինչա փորձենք այս քնից արթնանանք, փորձենք մնանք արթնացած, որտեղ մի բանը քնից արթնանալ, մի ուրիշ բանը արթուն մնալ, հա։ Ու արդեն արթուն հոգեվիճակում, արթուն մտքով միասին նստենք հասկանանք ինչ ենք ուզում, որ ուղղության վրա ենք ուզում ես մեր ազգը տանենք, ես մեր մարդկությունը տանենք, որտեղ մինչև հիմա Մատրիցա ֆիլմը շատ սիրում է, էլի նկարագրում ես քունը։ Մատրիցան մի հատ ծրագիր է գրել, Սերավույթին մենք ենք այդ ծրագիրը գրողն եղել, մեր պապերը, մեր պապերի պապերը, հա, իրենց անգիտակից այդ քնի պատճառով։
Մի հատ հասարակություն ենք ձևավորել, որ ոչինչ է ծառայում, ոչ քեզ է ծառայում, ոչ մեկին չի ծառայում իրականում։ Հենց արթնացման փուլը անցնենք, երես նստենք sense մի հատ կլոր սեղանի շուրջ, միասին կարանք որոշենք ու գիտակի ձևով ձևավորենք մի հատ հասարակություն, որը որ կբխի մեր բոլորի սրտից, որը որ կծառայի մեզ, մեր հաջորդ սերունդներին։ Իմ երազանքը, իմ ցանկությունը, իմ էսս ամեն ինչի մաս կազմելու պատճառը մենակ դա է։ Ուրախ եմ շատ, որ հնարավորություն ունեցա քո հետ ծանոթանալ, հուսով եմ իրար հետ ագին կհամագործակցենք։ Ես էլ ավելացնում, երբ որ հրաժեշտ ցույց տվեց ձեր աշխատանքներից, երբ որ ես տեսա դրանց որակը, շատ ուրախացա, իրոք ինքս էլ շատ անմիջապես հասկացա Նիկին, թե ինչի այնքը այդպես որոշել ձեր հետ, որտեղ գիտես, Վարագ ջան, օրինակ կոնկրետ ես, վաղուց, ասենք ունեմ տարբեր մտքեր, որ շատ կուզենայի ցույց տալ մարդկանց, ուղղակի հենց այն պատճառով, որ չունեմ տեխնիկական հնարավորություն, դա գիտեմ տեխնիկապես, ես միշտ դա հետին պլան եմ գցել կամ վատ եմ արել։ Հիմա այս մեր զրույցների ժամանակ ձեր օգնությամբ այդ ամեն ինչը կարելի է վերարտադրել շատ գեղեցիկ, հետաքրքիր, ավելի տեսանելի, ըմբռնելի, ու դրանում էլ իմ ուրախությունը, որ մենք գտանք ձեզ, փաստորեն, դուք գտաք մեզ, ու մենք կարող ենք միասին համատեղ այդ ամեն ինչը իրականացնել, էլի։ Դա շատ ավելի պրոդուկտիվ կլինի, արդյունավետ կլինի, համոզված եմ ես, ու ես այս վերջերս Երևանում այնքան մարդ եմ գրկել, որ ուղղակի չեմ կարելի մենակ ձեռնել շատ ուրախ եմ, որ ծանոթացանք, Շատ ուրախ եմ ես էլ։ Դե ես դեպի իրականության թիմի արածները դրան հասնողները իրանք իրենց կճանաչեն։ Ես ուղղակի գաղափարակից եմ, շատ ուրախ եմ, որ այս թիմի մաս եմ կազմում ու վստահ եմ, որ շատ անելու բաներ կան այս ոլորտում, այս մեր Հայաստանում մանավանդ ձեր ասածներն էլ իմ մեջ շատ ուժեղ ոնց որ sense բան արեցին, զնգացին, որ իրոք այս երկրում ու այս ժողովրդի կողմից շատ մեծ գործ կա, որ պետք է արվի, դա լինի հնավայրերում այդ էներգիաների արթնացման հետ կապված ու գործ ունենք, ժողովուրդ չեմ ունենք, գիտես, այդ բանը ուզում եմ օրինակ իմ համար դա արդեն ոնց որ դարած լինի աքսիոմա ու դերոշի վրա ասենք գրված մի բան, եթե մենք գիտենք, ուրեմն պատասխանատու ենք, որպեսզի ուրիշներն էլ իմանան։ Շնորհակալություն։ Նմանապես։ Շնորհակալություն։